Բարյոս ելիքով եղբայրը, եկեք շարունակենք Հռոմեացիս 9:1-5 համարները։ Մենք ունեցել ենք արդեն առաջի ձայնագրությունը նվիրված այս հատվածին։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ Պողոս Առաքյալն անդրադառնում է այս հատվածում Իսրայելի ողբերգական վիճակին եւ զուգահեռ դրա հետ նաեւ նրա մեծ առավելություններին։ Ինչի՞։ Որովհետեւ 8-րդ գլխի վերջում մենք տեսանք, երբ որ Առաքյալն անդրադառնում է Աստծո որդիներին որպես բնութագիր, ներկայացնելով, որ հիմքում ընկած է Աստծո սուվերեն ընտրությունը, այսինքն մի ընտրություն, որը որևէ մի կապ չունի մարդու հատկության հետ, այն ներկայացնելով Աստծո գերիշխանության հիմք, անդրադառնում է նախասահմանության սկզբունքին, այսինքն նրանց, որ Աստված սկզբում ընտրեց կամ ճանաչեց կամ սիրեց յուրահատուկ սերով, նրանց ընտրեց եւ սահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու, անմիջապես շեշտում է, որ նրանց էլ կանչեց, ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց էլ փառավոր արավ։ Այսինքն հետագայում Առաքյալն զարգացնում է, որ սա կապված է մի սիրո հետ, որը Աստծո սուվերեն ընտրության օղակներում է, եւ որևէ մեկը չի կարա հավատացյալին այդ սիրուց բաժանի, ներկայացնում է տարբեր կատեգորիաներ։ Ինչի, որովհետեւ այդ սերը ընտրության օղակներում է, եւ այդ ընտրությունը կապված չի մարդու հատկությունից։ Այսինքն ամեն դեպքում մենք նաև հասկանում ենք, որ Առաքյալը ներկայացնում է նաև այդ սիրո օղակներում մարդու մեջ ներգործելու, այսինքն շնորհքի մեջ նրան Քրիստոսին նմանեցնելու սկզբունքը, եւ հարց էր առաջանում այդ դեպքում, եթե Աստծո ընտրությունը չունի զղջում, եւ որի մասին ինքը խոսելու արդեն 11-րդ գլխում, որովհետեւ երբ որ հարց առաջանում, այդ դեպքում չէ որ Իսրայելը 5 տակառ նույնպես ընտրված էր, ինչ եղավ նրա կարգավիճակը, Առաքյալը 9-ից մինչև 11-րդ գլուխները նվիրելու է այս սկզբունքին, խոսելու է Իսրայելի ողբերգական վիճակի եւ նրա մեծ առավելությունների մասին։ Ինչի։ Խնդիրը նա չի, որ Պողոս Առաքյալը ուղղակի ուզում է ներկայացնել Իսրայելը։ Խնդիրը նա է, որ Պողոսը ցուցատալի Աստծո փրկության ծրագիրը ներառյալ Իսրայելի ֆունկցիոնալ դերը այդ ծրագրում եւ նաեւ եկեղեցու դերը եւ նրանց համագործակցությունը։ Սա շատ կարևոր է, որ տեսնենք։ Ուրեմն, առաջի ձայնագրության մեջ մենք ուղղակի տեսանք, որ ընդհանուր առմամբ Պողոս Առաքյալը անդրադառնում է Իսրայելի մեծ ողբերգության կարգավիճակին եւ նրանց մեծ առավելություններին։ Եվ այս օղակներում մենք նաև խոսեցինք, որ ճշմարտությունը երբեք չի որոշվում մեր խղճմտանքի զգացմունքներով, մեր ապրումներով, այլ ճշմարտությունը օբյեկտիվ է։ Եվ մեր նախորդ ձայնագրությունը մենք նվիրեցինք սրան։ Մի քիչ խոսել կարևոր կետի մասին եւ կանադառնանք այսօր թե ինչ մղում է, որ Պողոսը ավետարանը տարածում է, այսինքն ավետարանչության կարևոր հիմքերին, որ այս օղակներում արտահայտված է։ Եկեք ընթերցենք սկզբից հատվածը։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում, իմ խշմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի ես ինքս նզոված լինել Քրիստոսից է իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը եւ փառքը եւ ուխտերը եւ օրինադրությունը եւ պաշտոնը եւ խոստումները, որոնցն են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, որը ամենի վրա Աստված օրհնյալ հավիտյանս ամեն։ Մեր նախորդ ձայնագրության մեջ վերջում մենք արդեն ամբողջացրեցինք այն մտքով, որ Պողոս Առաքյալը, երբ որ օգտագործում է հրեաներին յուրահատուկ երդման սկզբունքը, այն սերտ կապված է նրա անձնական ապրումների հետ։ Այսինքն, տեսեք, կա ավետարանի ճշմարտության փոխանցում, որը օբյեկտիվ է, եւ կա տվյալ անձի զգացմունքները, որոնք սուբյեկտիվ են։ Առաքյալը երբեք սուբյեկտիվ դաշտում կամ սուբյեկտիվ դաշտի սկզբունքներով չի հրամցնում մեզ ավետարանը։ Առաքյալը չի ասում ես եմ փոխանցում ձեզ ավետարանը, ես սուտ չեմ ասում, ես մի մարդ եմ, որ սուտից զզվում եմ, հավատացեք ինձ։ Երբեք այդպիսի սկզբունք չեք տեսնի։ Կամ երբեք Առաքյալը չի երթվի մի քանի հարկերով երթմնակալությամբ, որպիսի ցույց տա, որ այն որ ձեզ փոխանցում եմ որպես Աստծո խոսք, երթվում եմ մամայիս արև, ճիշտ եմ ասում, հավատացեք։ Չկա այդպիսի բան։ Ինչի։ Ամեն անգամ, երբ որ Առաքյալն անդրադառնում է ճշմարտության ավետարանի փոխանցման աստվածաբանական թեզերին կամ ուսուցման, ինքը միշտ օգտագործում է գրված է, ինչի մեր ուշադրությունն ուղղում է
աստվածահայտնության ամբողջության 5 կտակարանում եւ նոր կտակարանում, այսինքն աստվածահայտնությունը կարիք չունի մեր անձնական երթմնակալության, որով մենք վստահություն տանք, որ դա ճշմարտություն է։ Բայց ինչ որ վերաբերվում է Պողոսի անձնական սրտի զգացմունքին, այսինքն ցավ դեպի իզրայելացիները, Պողոսն ասում է ճշմարիտ եմ ասում, Քրիստոսում սուտ չեմ ասում, այսպիսի ցավ ունեմ ես։ Եվ տեսեք, Պողոս առաքյալը չի խոսում մի ցավի մասին, որը տրամադրության վիճակ է։ Իսրայելի մասին հիշելու տրամադրությունը սնկնում է, դրա մասին չի խոսքը։ Ինքն ասում է անդադար ցավ, անպակաս։ Մի ցավ, որը միշտ անձի սրտում կա։ Սրա ավելի օրինակը կարելի է, որպեսզի ավելի լավ հասկանանք, տեսեք, եթե մեկը շատ մտերիմ մեկին է կորցրել եւ չի կարողանում մխիթարվի, այսինքն այդ մտերիմի հիշողությունը միշտ նրա սրտում է եւ նրա այդ հիշողության հետ նաեւ մեծ տրտմություն է, անդադար, այսինքն մի ցավ չի, որ վերանում է, անդադար այդ ցավը նրա սրտում է։ Այսպիսի մի կարգավիճակ է ներկայացնում Պողոս առաքյալը իր ազգի եւ հետաքրքիր խոսքը նրա մասին է, որ այստեղ կոնկրետ խնդիրը ազգը չի, որ պարզապես Իսրայելը, այլ խնդիրն է Իսրայելի փրկության հարցի հետ կապված։ Իսրայելը մերժում է Քրիստոսին, այսինքն փրկության կարևոր միջոցը մերժելու հետ է կապված Պողոսի ցավը սրտի մեջ։ Սրա համար մենք ավելի խորը կանադանանք ինչ էր զգացել Պողոսը եւ ինչի հետ էր կապված այն, եւ առավել կանադառնանք արդեն ավետարանչության սկզբունքներին։ Տեսեք, որքանով էլ որ Պողոս առաքյալը ավետարանչությունը ներկայացնում է որպես պարգև, որքանով էլ այն ներկայացնում է իրեն պաշտոն Աստծուց ստացած եւ ասում է վայ է ինձ, եթե ես ավետարանը չքարոզեմ, որքանով ինքն իրեն ներկայացնում է հեթանոսներին Աստծո կողմից կարգված առաքյալ, ամեն դեպքում մենք կնայենք, թե հիմքում ավետարանի փոխանցման հիմքում, գլխավոր հիմքում, կիզակենտրոնում ինչն է ընկած։ Եվ մենք կտեսնենք, որ նրա կիզակենտրոնում ընկած է կորսվածների հանդեպ անկեղծ ցավը։ Եթե սա չկա, մենք խոսենք ինչ խնդիրներ կա եւ ինչ պարագաներ կան, արգելքներ կան, որ շեղում են մարդուն այս սկզբունքից եւ նաեւ այս մասին խոսենք, կարեւոր սկզբունքներ կտեսնենք։ Բայց հիմա մի փոքրիկ հիշենք ինչի մասին մենք խոսեցինք։ Տեսեք, երբ որ Պողոս առաքյալն օգտագործում է երթման սկզբունքը, որը յուրահատուկ է հրեաներին, այն հենց այնպես չի։ Եթե դուք նայեք օրինակ 2-րդ օրինաց 6-րդ գլուխ 13 համար, եկեք նայեք, այնտեղ ուղղակի Աստված շեշտում է, որ եթե երթվեք, միայն իմ անունով երթվեք, եւ շատերը չունեն ճիշտ ուսուցում, մտածում են, որ երբ որ Մատթեոս 7-րդ գլուխը Հակոբոսի թուղթը, որ ասում է մի երթվեք, խոսքի ընդհանուր բնագրի հետ անծանոթ լինելով մտածում են, որ Քրիստոսն ասում է ընդհանրապես մի երթվեք։ Խոսքը դրան չի վերաբերվում։ Կա երթման տեսակ, որ օգտագործում են հրեաները, դեպի Հակոբոսի թուղթը, որի ունկնդիրը հրեաներն են ցրված, առավել վերաբերում է սրան, որ այդ երթումը, որ դուք որպես հրեաներ ձեռք եք բերել, մի օգտագործեք դա։ Ձեր այո լինի այո, ոչը ոչ։ Որտեվ տեսեք, ես կընթերցեմ հիմա երկրորդ օրինացից այդ հատվածը, որ տեսնեք, որ հենց ինքն Աստված ասում է, եթե երթվեք, իմ անունով երթվեք, տեսեք։ Եվ սա հրեաների կարևոր սկզբունքն է պատվիրանի մեջ։ Քո Եհովա Աստվածանից վախեցիր եւ նրան պաշտիր եւ նրա անունով երթում արա։ Ինչ էին անում հրեաները։ Հրեաները օգտագործում էին երթման կերպը որպես վստահություն ձեռք բերելու, բայց նախորոք իմանալով, որ այն չեն կատարելու։ Դրա համար, երբ որ Քրիստոսն ասում է մի երթվեք, ինքնին նկատի ունի այդ տեսակի երթումով մի երթվեք։ Մենք չենք տեսնում մեր թարգմանությունների մեջ սա, բայց բնագրում դա այդպես է հնչում։ Այդ տեսակի երթումով մի երթվեք, թող ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Ինչ էին անում։ Օրինակ նրանք երթվում էին ըստ Մատթեոս ավետարանում, նրանք երթվում էին երկնքով, վախենում էին Աստծո անունով երթվեն։ Այսինքն երկնքով կարելի էր երթվել, վստահություն ձեռք բերել եւ խաբել։ Բայց Աստծո անունը եթե տան վախ ունեին, դա համար Հիսուսն ասում է երկնքով որ երթվում եք Աստծո բնակարանով կամ այն վայրով, որտեղ Աստված է բնակվում։ Այսինքն կամ երթվում եք, եթե երթվեք Աստծո տաճարի ոսկիով, այլ տաճար։ Այսինքն եւ Քրիստոսը շեշտում է անմիտ, որն է ավելին, տաճարը, որ ոսկին սրբացնում է, թե ոսկին։ Այսինքն տեսեք, խնդիրը նա էր, որ հրեաները արդեն զանազանել էին կամ ձեռք էին բերել խորամանկություն, ինչ երթումներով երթվեն, որ կարծես թե մարդկանց վստահություն տան, բայց արդեն նախորդ գիտեն, որ դա չեն անել։ Ուրեմն առաքյալը
Այսինքն Աստվածաշնչի այն որ մենք կարդում ենք երբ որտեղ շատերը չունեն ճշմարիտը իմացությունը, որ երթում ընդհանրապես Աստծուց է, եւ Պողոս Առաքյալը հենց ինքը իր թղթերում շատ երթում է ամեն անգամ, երբ որ ինքը երթվում է, մենք անցյալ ձայնագրության մեջ շեշտեցինք, այն կապված է իր սուբյեկտիվ, իր անձնական ապրումների հետ։ Երբեք կապված չի Աստծո խոսքի ճշմարտության փոխանցելու հետ։ Երբեք չեք տեսնի, նորից եմ շեշտում, որ Առաքյալը երթվի, թե իր փոխանցած ավետարանը ճշմարտություն է, կամ իր անձի երթումով դա հաստատի։ Այլ այն ինչ որ վերաբերվում է իր սուբյեկտիվ անձնականին, դրա համար ավետարանի փոխանցումը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սկզբունքներ, մենք կանադառնանք սրան։ Տեսեք, որքանով էլ որ Առաքյալը ներկայացնում է այն որպես պարգև ավետարանչությունը, Առաքյալը նաև ցույց է տալիս, որ ամեն մեկ անձի այս հատվածում, որտեղ ինքը տեսեք ինչ բառ է օգտագործում, իմ խիղճն էլ վկայում է Սուրբ Հոգով։ Հիշեք, որ վերևում Առաքյալը ցույց տվեց, որ Սուրբ Հոգին որդեգրության հոգին է, եւ այն համընդհանուր հոգի է, ով որ չունի այդ հոգին, նա Քրիստոսինը չէ։ Եկեք սա հիշենք։ Այսինքն Սուրբ Հոգին ինքը ներկայացնում է այն անձը, Սուրբ երրորդության ֆունկցիոնալ այն անձը իր դերակատարությունով, որ Աստծո որդի է անում Քրիստոսին հավատացողներին, ներգործելով անձի մեջ Քրիստոսին հավատալը եւ որդեգրության հոգի հանդիսանելով մղում է անձին Աբբա հայր աղոթել կամ հարազատ հորը դիմել։ Հիմա ինքն ասում է Սուրբ Հոգով է վկայում իմ խիղճը, ոչ թե իմ խիղճը Սուրբ Հոգուց կտրված, այլ Սուրբ Հոգով է իմ խիղճը վկայում, որ ցավ կա իմ սրտում իզրայելացիների չփրկված Աստծուն մերժելու կամ Քրիստոսին մերժելու վերաբերյալ։ Տեսեք, կարևոր մի սկզբունք հիմա։ Եվ սրա մեջ օգտագործում է հիպերբոլան, այսինքն հիպերբոլան դա նամակագրական ոճի մեջ կամ տվյալ դարաշրջանի գրական ոճի մեջ դա չափազանցոն է, այսինքն մի օգտագործում է միտք կամ օգտագործում է խոսք, որը առավել չափազանցեցնում է, բայց որպեսզի ցույց տա իր սրտի կարգավիճակը, օրինակ նույն մենք կարդում ենք եւ Աստված զղջաց, որ մարդ ստեղծեց ջրեղից առաջ։ Աստված չի զղջում, որտեղ զղջում անա ով սխալվել, Աստված երբեք չի սխալվում։ Ինչի է գրված զղջաց, դա Մովսեսը օգտագործում է այդ քերական կերպը, որպեսզի ցույց տա ինչքան մեծ է Աստծո առաջ մարդկանց մեղքը կամ չարությունը կամ մարդկանց սրտի կարգավիճակը, նրանց սրտի բոլոր գաղափարների մտքերը չար են, միայն չար են մանկուց։ Հիմա, այսինքն սա նույնպես Պողոսն օգտագործում է, Պողոսն ասում է, որ կխնդրեի ես ինքս, որպեսզի ցույց տա այդ ցավի մեծությունը, այդ տրտմությունը, անպակաս ցավ, անդադար ցավ, ասում է կխնդրեի, որ ես Քրիստոսից նզոված լինել իմ ազգի վերաբերյալ, այսինքն եթե Քրիստոսը վերցրեց մարդկանց մեղքը, անիծվեց, բայց մարդկանց փրկեց, Առաքյալն ասում է ես Քրիստոսի փոխարեն իմ ազգի անեծքների վրա դրվեր, ես անիծվեի, բայց իմ ազգը փրկվեր։ Ինչի է ինքը սա օգտագործում, որտեղ վերևում ինքը շատ բարձ ասում է, որ Քրիստոսից բացի ուրիշ փրկիչ չկա, այսինքն անհնար է որ Պողոսը հանդիսանա երկրորդ Ադամ եւ Աստված իզրայելացիների մեղքը դներ Պողոսի վրա։ Ինչի է ինքը սա ցույց տալիս, ցույց է տալի չափազանցը, որպեսզի ցույց տա թե ինչքան մեծ է իր սրտում իզրայելացիների հանդեպ ունեցած սերը, այսինքն այդ կորսված իզրայելացիների հանդեպ ունեցած ցավը, որը իհարկե ցույց տալի է սերը իր անհավատ ազգի նկատմամբ։ Մենք կանադառնանք սրան ավելի խորը, բայց հիմա որպեսզի ամբողջացնենք, տեսեք, մեր նախորդ ձայնագրության մեջ շեշտեցինք, որ երբ որ Առաքյալը օգտագործում այս երթման կերպը, այն կապված է սուբյեկտիվ իր անձնական զգացմունքներին։ Դրա համար մենք ասացինք, որ ճշմարտությունը երբեք չի որոշվում մեր խշմտանքով։ Օրինակ շատերի մոտ կլսեք, որ իրենց զգացմունքով են փորձում ընկալեն սա ճշմարտություն է թե սուտ է։ Աստվածաշնչյան ճշմարտությունը, ես նույնիսկ օրինակ բերեցի, որ ես անձ գիտեմ, ով ուղղակի, երբ որ ասում ես այս ճշմարտությունը, ինքը ասում է աղոթեմ Տերը ինձ կասի դա ճիշտ է թե սխալ է, ճիշտ մեկնաբանություն է թե սխալ է։ Սա խնդիր է, ասիկան մեր ճշմարտության հիմքում ընկած է Աստվածաշնչի ընդհանուր հայտնությունը եւ խոր ուսումնասիրությունը, ոչ թե մեր զգացմունքը։ Իմ զգացմունքը ինձ չի ասելու ճիշտ է այդ մեկնաբանությունը թե ոչ, ելներս, դուք կսխալվեք։ Եվ կան այդպիսի մարդիկ։ Տեսեք, շատ հաճախ ես հիշում եմ, որ մի երիտասարդի հետ խոսում էի, եւ շատ անգամ մարդիկ առաջ են բերում նաեւ հեղինակավոր քարոզիչներին, աստվածաբաններին, առանց ընկալելու ինչու՞մ է կայանում նրանց հեղինակությունը։ Շատերի համար հեղինակությունը, որ նրանց շատ են լսողները,
Այսինքն եթե մեկին շատ են լսում, ուրեմն ինքը հեղինակային անձ է։ Ոչ, հեղինակայնությունը կայանում է տվյալ աստվածաբանի իր կյանքը նվիրելու շրջանին, ինչքան է ինքը նվիրվե Աստվածաշնչի խոսքը ուսումնասիրելուն։ Նրա հեղինակությունը սրա մեջ է, ոչ թե ինչքան շատ են նրան լսում, ունկնդիրները ինչքան շատ են։ Մենք չունենալով ճշմարտությունը շատ հաճախ, օրինակ, ես որ խոսում էի մի երիտասարդ մեքենայով իրար հետ ճանապարհ են գնում, ինքն ինձ ասեց Արմեն եղբայր, ինչպես ես հավատում այս հատվածը ինչ է նշանակում, ես դեռ չպատասխանած ինքն ինձ ասեց այօրինակ ես այսպես եմ հավատում, որովհետև այս անձը այսպես է ասում, այս աստվածաբանը տվեց այդ աստվածաբանի անունը, այսպես է հավատում, եւ սա հենց այդ խնդիրն է, որ շատերն անում են։ Եվ տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ այս աստվածաբանը այսպես է հավատում, եւ ինչի ենք այդ աստվածաբանին ընկալում որպես հեղինակային, ինչի, որովհետեւ նրան շատ են լսողները։ Բայց խնդիրը նա է, որ ոչ թե նրա լսողների շատությունն է նրան հեղինակային անում, այլ նրա կյանքի ժամանակները, որ ինքը տրամադրել է, իր կյանքը նվիրել է Աստվածաշնչի խոսքի ուսումնասիրության, աստվածաբանության, այսինքն այդ ուսումնասիրությունն է նրան հեղինակային անում, որ ինքը նվիրվել է դրան։ Դրա համար ինձ համար կապ չունի այդ անձը ինչ կասի, ինչ չի ասի, այդ անձի ասածով չի որոշվում այդ ճիշտ է թե սխալ է այդ մեկնաբանությունը։ Ճշմարտությունը որոշվում է Աստվածաշնչյան ընդհանուր հայտնության օղակներում Աստվածաշնչի խոսքի ուսումնասիրությունով։ Այսինքն անձը ինձ համար չի հանդիսանում ինդիկատոր, ինչպես նաև իմ կյանքի փորձառությունը, իմ կյանքի զգացմունքները, ապրումները, մղումները չեն հանդիսանում ինդիկատոր այդ ճշմարիտ է թե ոչ։ Ինձ թվում է մենք հասկանանք, եւ սրանով ուզեցի ես ավելի ամբողջացնեմ, որ նույնիսկ շատ հաճախ մարդիկ, երբ որ մի քարոզիչի անուն ես տալի, նրանց համար այդ հեղինակությունը քարոզիչի ավելի վերագրված է նրան շատ լսողներին, քան թե իրական նրա Աստվածաշնչի խոսքը ուսումնասիրել։ Այո, հեղինակային աստվածաբանները մեզ օգտակար են, նախորդ զայնագործության մենք խոսեցինք, նրանք օգտակար են, որովհետև նրանց ուսումնասիրության պրակտիկան, փորձառությունը մեզ համար շատ օգտակար է, մենք օգտվում ենք, որովհետև նրանք ուսումնասիրել են խոսքը, ջանք են դրել դրա մեջ, ուսումնասիրել են, սովորել են բնագրի լեզուները, ուսումնասիրել են քերական կերպերը, ոճը, պատմական կոնտեքստը, աշխարհագրական կոնտեքստը, այսինքն մենք ամեն ինչից օգտվում ենք, որպեսզի գանք հասնենք հեղինակի մտքին եւ ինչպես էր առաջի ունկնդիրը ընկալում այդ հեղինակի միտքը, որտեղ ոչ միայն պատմական մշակութային արգելքը մեզ համար եւ հեղինակի հետ է կապված, այլ նաեւ ունկնդրի եւ մեր հետ։ Ոչ միայն մենք պետք է հասկանանք ինչ է ասում Պողոս առաքյալը տվյալ մշակութային կոնտեքստում, այլև ինչպես էր հասկանում ունկնդիրը Պողոս առաքյալի ասածը մշակութային կոնտեքստում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում մենք առավել մոտենում ենք հեղինակի մտքին։ Դա համար իմ համար հեղինակայինա ոչ թե ինչ որ մի հեղինակային քարոզիչի ասածը, այլ կոնկրետ Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Իմ անձով իհարկե օգտվում եմ նաև մյուս մեկնաբանիչների խոսքերից։ Ամեն դեպքում ես սա արդեն վերջացնենք եւ գանք ավելի մեր երկրորդ սկզբունքին, որը կապված է ավետարանչության հետ։ Պողոս առաքյալի հիմքում ավետարանը տարածելու հիմքում առավել ընկած է նաև այս սուբյեկտիվը։ Տեսեք, ավետարանչությունը ինքը օբյեկտիվ, այսինքն ակնհայտ է, որ այն ներկայացնում առաքյալը որպես պարգև։ Եփեսացիս թղթում ասում է ավետարանիչներ դրեց մի քանիսին, այո, այն պարգև է, եւ ավետարանչության պարգևը իհարկե այն ուսուցման հետ է կապված, որքանով է անձը պատրաստվում ավետարանի ճշմարտության, որովհետեւ ավետարանը փոխանցելու մեջ կա 4 կարևոր սկզբունք, որ անձը պիտի պահպանի։ Բայց մենք կխոսենք, որ Պողոսի այս սուբյեկտիվ հատկությունը, որը ինքը ներկայացնում է Սուրբ Հոգով, այն կապված է ընդհանուր Աստծո որդիների բնութագրի հետ, ոչ թե կոնկրետ Պողոսի հետ։ Ամեն մեկ իրական Աստծո զավակ իր սրտում, եթե Աստված ճանաչության մեջ աճում է, ուրեմն անպայման աճում է իր ազգի կամ իր շրջապատում եղող կորսված անհավատ անձանց հանդեպ ցավով։ Սա հավատացյալի բնութագրի հատկություն է։ Վերստին ծնված անձի, ով ճանաչում է Աստծուն եւ ճանաչում է եւ վստահ է իրական հավիտենական տանջանքի եւ Աստծո արքայության սկզբունքների մեջ։ Նախորդ զարավության մեջ մենք սա խոսեցինք։ Ուրեմն տեսեք, որքանով առաքյալը ներկայացնում է ավետարանչությունը որպես պարգև եւ կա 4 կարևոր սկզբունք, որ ավետարանիչ ով պարգևն ունի օգտագործում է, օրինակ ավետարանը փոխանցելու կամ որևէ քարոզ, որ ճշմարտություն ենք փոխանցում, ինքը իր մեջ պարունակում է 4 սկզբունք։ Առաջինը
Եվանգելիզ է, այսինքն մեր ամեն մի պատգամ, ամեն մի քարոզ կամ ճշմարտության փոխանցում իր մեջ ունի բաժին, որտեղ մենք փոխանցում ենք Եվանգելիզ է, ավետարանը, այսինքն փոխանցում ենք փրկության միջոցը, լուրը։ Մեր նպատակը նա չի, որ քարոզի ժամանակ ցույց տանք մեր իմաստությունը։ Մեր նպատակն է, որ կարողանանք փոխանցենք փրկության միջոցը ճիշտ, փրկության միջոցն է մեզ պետք փոխանցել։ Սա մեր քարոզի որոշ բաժին է պարունակում, այսինքն փոխանցել ճշմարտության միջոցը, ինչպես պիտի փրկվի անձը։ Երկրորդը այն պետքա պարունակի դիդասկե, այսինքն պետքա պարունակի վարդապետություն, ինչպես է որ Քրիստոսն է հանդիսանում փրկիչը։ Ուսուցում Քրիստոսի մասին, հին կտակարանից, նոր կտակարանից, ուսուցում աստվածաբանական թեզերից, փիլիսոփայական մտքերի մերժում, սա դիդասկեն է։ Պետք է մենք, այսինքն ավետարանիչ ով ունի պարգև, իհարկե պատրաստվում է սրա մեջ, Աստծո հոգին ուսուցանում է նրան։ Աշակերտ է լինում շատ կարևոր ուսուցիչների Աստծո հոգով լցված, խոսք ուսումնասիրած, դիդասկե, տեսեք, Եվանգելիզ է, դիդասկե, սրանք այդ փոխանցման քարոզի պատգամների սկզբունքներ են։ Պետք է պարունակի դոքսոլոգիա, այսինքն պետք է պարունակի փառաբանություն, ինչ է նշանակում փառաբանություն կամ փառքի մասին գիտություն։ Այսինքն դու նաև քո քարոզի մեջ փոխանցում ես, թե այդ ում խոսքն ես փոխանցում, ով է այդ փրկության միջոցը քեզ առաջարկում, ինչ մեծ փառք ունի նա, ով է նա հանդիսանում։ Սա քարոզի բաժին է նաև, այսինքն դոքսոլոգիա, տեսեք, Եվանգելիզ է, դիդասկե, այսինքն ավետարանչական, ցույց տալ միջոցը փրկության, ցույց տալ ուսուցումը, թե ինչի համար է Քրիստոսը հանդիսանում փրկիչ, եւ նաեւ ցույց տալ, թե ում կողմից է այդ լուրը ուղված քեզ, ցույց տալ Աստծո մեծությունը, եւ նաեւ մարտյուրեո, այսինքն ունի այս 4 մարտյուրեո այն վկայությունն է, որ պատրաստ ես այդ ճշմարտության համար նույնիսկ կյանքդ դնես։ Այս 4 սկզբունքներով ամբողջանում ավետարանչությունը կամ ճշմարտության փոխանցումը փրկության լուրի։ Սա պարգևի առումով, բայց Պողոս այդ մասին չի խոսում այս հատվածում։ Տեսեք, Պողոսն ասում է, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի եւ չափազանցնում է, որ կուզենայի ես Քրիստոսի տեղ անիծվեի իմ ազգի համար, իմանալով, որ այդպիսի բան հնարավոր չի, այսինքն Պողոսը գիտի, որ միայն Քրիստոսով է փրկությունը, որտեղ Քրիստոսն է հանդիսանում Աստվածամարդ։ Պողոսի Քրիստոս դինը չի, Պողոսը ինքը մեղավոր է, չի կարող ուրիշների մեղքերի վրա վերցնի։ Պետքա մաքուր մեկը, դրանից բացի նաև պետքա լինի Աստվածամարդ, որի քավությունը ուղակի ընդունվի Աստծո կողմից։ Մենք այս մասին խոսել ենք եւ առաքյալն այս մասին խոսում է մյուս հատվածներում։ Բայց ինչի է ինքը ասում, ես կցանկանայի, ես ինքս կխնդրեի, որ Քրիստոսից, որ ես ինքս նզովեի, ցույց է տալի ինչքան մեծ է ցավը իմ կորսված ազգի հանդեպ։ Եվ ավետարանչության հիմքում Պողոսը դնում է սա, այսինքն կա սուբյեկտիվ ընկալում ավետարանչության, եթե սա չկա, մեր պատրաստվածությունը օբյեկտիվ, որ մենք գիտենք ինչ պիտի փոխանցենք, ամբողջական չի սիրնես, որտեղ նույնիսկ մարտյուրեո բաժինը չի աշխատի։ Նույնիսկ քո կյանքում կտեսնեն, որ դու պաշտոն ես կատարում, ոչ թե ցավ ես քաշում իրancs համար։ Ամեն մեկ, երբ որ Պողոսը խոսում էր, երբ որ դուք կանրադառնաք, դիտում եք կանրադառնանք, թե ինչպես է Պողոսը փոխանցում, Պողոսը որտեղ որ մտնում էր, որևէ մի քաղաք որ մտնում էր, առաջինը փնտրում էր սինագոգ, հրեաների ժողովարան։ Առաջինը ինքը քարոզում էր հրեաներին, որտեղ նրանք արդեն ունեին որոշ պաշար, սպասում էին Մեսիային, հին կտակարանի ճշմարտություն գիտեին, նրանց ուսուցումը հիմնված էր Աստված ճանաչության վրա ճիշտ, հեթանոսների մոտ խնդիր կար, հեթանոսները ճանաչում էին բազմ աստվածության, ոչ ճշմարիտ Աստծո, դա համար նրանց պետք է առավել բերեին ճշմարիտ Աստծո գիտության, իսկ հրեաներն արդեն դա ունեին, հրեաները նույնիսկ սպասում էին այդ փրկության միջոցին, դա համար Քրիստոս էր քարոզում անմիջապես որևէ մի քաղաք որ մտնում էր, առաջինը վազում էր դեպի սինագոգ։ Կարաք նայեք Գործ առաքելություն, որտեղ որ դուք կնայեք կտեսնեք, որ քաղաք որ մտնում է Պողոսը, առաջին ասում է որտեղ է սինագոգը կամ ժողովարանը հրեաների։ Գնում էր առաջին այնտեղ էր քարոզում։ Երբ որ մերժում էին, նոր դուրս էր գալի, արդեն քարոզում էր մյուսներին, բայց առաջինը հրեաներն։ Սա ցավի մասին է խոսում, որ նրա սրտի մեջ կորսված ազգի հանդեպ կա ցավ։ Մենք պետք է սա տեսնենք եւ հետաքրքիր է նա, որ Աստվածաշունչը սա ներկայացնում է ոչ թե սուբյեկտիվ Պողոսին միայն վերաբերվող բան, այլ ընդհանրապես վերստին ծնված ազգի կյանքում քրիստոնյայի բնութագիր։ Եթե սա չկա, խնդիր կա։ Խնդիրը որտեղ է, ինչից է առաջանում խնդիրը սեներս։ Շատ հաճախ մարդիկ ավետարանչություն որ չեն անում, ես լսել եմ, ասում դե ես այդպիսի պարգև չունեմ։ Տեսեք, տանում են օբյեկտիվ դաշտ։ Ես այդպիսի պարգև չունեմ։
ամեն մի վերստին ծնված, եւ ես հատվածներ կկարդամ, որ կտեսնեք, որ ամեն մի, նույնիսկ նոր կտակարանում, 5 կտակում, ամեն մի վերստին ծնված մեծ մղում ունի Աստծո մասին վկայելու, որովհետև հավատում է ճշմարտության, հավատում է կորսվածության հետևանքում հավիտենական տանջանքին, ինքը տեսնում է դա, որոշ առումով հոգևոր աչքերով տեսնում է, թե ինչ է սպասվում ճշմարտության փրկության միջոցը մերժող անձին, եւ ցավը առաջանում իր սրտում, դրա համար ինքը ձգտում է, որպեսզի փոխանցի ճշմարտություն։ Սա հատկությունն է հոգևոր անձի։ Եկեք անդրադառնանք մի քիչ այս սկզբունքին։ Կարևորը, որ մի սկզբունք ես ձեզ ցույց տամ, նորից անցյալ մեծանակության մեջ ես շեշտեցի, որ անձը, ով չունի ցավ, ուղղակի պակասն է Աստծո շնորհքի ճանաչողության եւ պակասն է, որ ինքը իրեն չի տեսնում, ինքը տեսնում է, որ ինքը արժան է, ինքը չի տեսնում իրեն անարժան, որովհետեւ երբ որ ինքը իրեն տեսնում է անարժան, տեսնում է նաեւ մյուսներին անարժան եւ տեսնում է, որ Աստծո ողորմությունը ուղղված է բոլորին, ուղղված է, որպեսզի ամեն ով որ պիտի հավատա, պիտի փրկվի։ Այսինքն սա կարևոր սկզբունք է հանդիսանում։ Այսինքն Պողոսի սերը ուղղված է նրանց, որոնք իրեն սպանում են, որոնք նույնիսկ երթում են տալի, որ մինչև չսպանեն Պողոսին, հաց չեն ուտի։ Այդ աստիճանի Պողոսը այդ անձանց սիրում է, եւ ասում է այդ անձանց հանդեպ որպեսզի փրկվեն, իմ սրտում ցավ կա։ Այսինքն Պողոսը վերաբերվում է անհավատ հրեաներին այդպես։ Մենք ուղղակի մեր շրջապատում եղող անհավատների հանդեպ ունենք, ես լսել եմ տարբեր կերպեր, ինչպես են անհավատների մասին խոսում հավատացյալները։ Ես ինքս որոշակի հոգևոր հասակում շատ հաճախ վրեժխնդիր եմ եղել, շատ հաճախ նույնիսկ անիծել եմ իմ մտքում, չարն եմ կամեցել, որոնք ինձ ասենք ծաղրել են, որոնք ինձ դժվարություն են պատճառել Քրիստոսի համար։ Չեմ հասկացել սա։ Ես չեմ ընկալել նրանց կուրությունը, ես ընկալել եմ նրանց դիտավորությունը, այսինքն կուրությունը չեմ տեսել։ Տեսել եմ դիտավորությունը, բայց այդ դիտավորության հիմքում ընկած է նրանց կուրությունը Աստված ճանաչության։ Նրանք մարմնավոր են, հոգևոր չեն։ Նրանց համար ճշմարտությունը պրագմատիկ է։ Ամեն ինչը որ նրանց օգուտ է, դա լավ է։ Ամեն ինչը որ նրանց սկզբունքներին վնաս է, դա վատ է։ Ես դա չեմ տեսել։ Ուրեմն սա շատ կարևոր է մենք հասկանանք, որ այս ավետարանչության հիմքում իրականում ընկած է Պողոսի ցավ քաշելը եւ դա ոչ թե սուբյեկտիվ Պողոսին է միայն վերաբերվում, այլ Պողոս այն ներկայացնում է, տեսեք, ճշմարիտ եմ ասում Քրիստոսում, Քրիստոսի միջի ճշմարտություն եմ ասում, Քրիստոսի մեջ եմ եւ սուտ չեմ ասում, բայց խոսքը գնում է իր անձնական ապրումի մասին, խշմտանքն էլ վկայում էին Սուրբ Հոգով, այն նույն հոգին, որ մեզ համընդհանուր բոլորիս Աստծո զավակար է, որ մեզ տրտմություն է ինձ համար իմ ցավ սրտիս մեջ, անպակաս։ Եվ ասում է կխնդրեի, որ ես անիծվեի, բայց իմ ազգը փրկվեր։ Եվ այստեղ է, որ առաքյալը ներկայացնում է որպես նույնիսկ ինչ որ առումով այս ցավ քաշելը օբյեկտիվ, այսինքն համընդհանուր բոլոր իրական վերստին ծնվածների համար։ Հիմա եկեք անդրադառնանք որոշ հատվածների, որտեղ ուղղակի սա ակնհայտ է։ Տեսեք, ամեն անգամ երբ որ անձին ասում ես ինչի չես վկայում, ինքը կարասի դե ես այդպեսի պարգև չունեմ։ Խնդիրը ո՞րն է, որովհետև չունեն իրականում սուբյեկտիվ ընկալում, որ դա վերստին ծնված անձի հատկություն է։ Մենք հիմա կանրադառնանք որոշ հատվածների։ Կա մի քանի տեսակի վկայություններ, օրինակ կա վկայություն, որը առավել գիտական դաշտում է։ Պողոս ունի այդպիսի վկայություն։ Պողոս օգտագործում է այդ կերպը՝ գիտակցական դաշտում։ Պողոսի կերպերն այլ է, Պողոսը փորձում է վերի արգումենտներ, թեզեր, փորձում է դրանք ապացուցի, դրանց հակաթեզիսներն է բերում, ցույց տա, որ դրանք եթե այսպես հավատակ, ուրեմն այս խնդիրը կլինի, չէ՞ որ այսպես է սա Պողոսի, սա գիտակցական դաշտում է։ Անձը, ով վերստին ծնվում է, ոչ բոլորը այդ դաշտը ունեն, ոչ բոլորն են աստվածաշնչյան ամբողջական ուսուցում ունեցողներ, որ կարողանան այդ դաշտում վկայեն Քրիստոսի մասին։ Բայց հիմա մենք կնենք շատ տառացի, բառացի, օրինակ, ի ծնեք կույրը ուղղակի վկայում է վկայության առնա Քրիստոսի մասին քարոզելը վկայության դաշտում է։ Հիշում եք ինքը ինչ ասում, մի քիչ դե մենք կանրադառնանք այդ հատվածին։ Եվ նրա ունկնդիրը ովքեր են, փարիսեցիները, ուսուցում ունեցողները, 5 կտակարան ամբողջական լավ իմացողները, եւ այդ ի ծնեք կույրը նրանց հետ խոսում է իր չիմացության դաշտում, այնինչ ինքը գիտի, ասում է նրան ասում են չգիտես որ նա մեղավոր է, ասում է չգիտեմ մեղավոր է թե չէ, բայց մի բան գիտեմ, ես կույր էի, հիմա տեսնում եմ։
Այսինքն նրա Քրիստոսի մասի խոսքը, փոխանցումը, ճշմարտության փոխանցումը կոնկրետ կապված է նրա ընկալման հետ, ինքը չունի ուսուցում, ինքը ուղղակի ունի իր կյանքի փորձառությունը, փորձառության վկայությունը եւ փորձում է այդ դաշտում Քրիստոսի մասին վկայի եւ որովհետեւ մեկը չի կարող ասի, որ սա սխալ ավետարանչություն է, սա Աստծուց է, սերներս, դրա համար, բայց նորից եմ ասում, կա ավետարանչությունը որպես պարգև եւ կա ավետարանչությունը որպես քրիստոնյայի հատկություն։ Աստվածաշունչը եւ նրա մասին է խոսում, եւ սրա մասին է խոսում։ Չի կարելի առհամարել սուբյեկտիվ քրիստոնեական հատկություն լինելը ավետարանչության եւ այն միայն վերագրել պարգևի։ Այստեղ կսխալվենք։ Հիմա եկեք անդրադառնանք այս անձնական փորձառության դաշտին, սա կարելի է ասել ի ծնե կույրի վկայության մասին։ Եկեք նայենք սա։ Մինչ կանադառնանք այդ հատվածին, տեսեք, ես ցույց տամ, որ նաև 5 տակարանում, օրինակի համար, տեսեք, Մովսեսը, երբ որ ժողովուրդը մեղք գործեց, հիշում եք, եւ Աստված պիտի պատժեր ժողովրդին եւ Մովսեսի բարեխոսական աղոթքը ժողովրդի հանդեպ ուշադիր նայեք Պողոսը նույն ինչ որ Մովսես անում է նույնը ինչ որ Պողոսն անում, այսինքն ցավը կա իսկ իզրայելցիներն ովքեր էին, ովքեր նույնիսկ ուզում էին Մովսեսին սպանեին, հիշում եք, ինչը Աստված միայն քո բերանով է խոսում, մեր բերանով էլ է խոսում եւ Աստված այս թող կանգնա, ես ցույց տամ, ես ում միջոցով եմ խոսում, ցույց տամ տարբերությունը իմի եւ նրանց միջև եղածի, ում ես եմ ընտրել եւ ում ես չեմ ընտրել։ Հիմա այս պարագայում Ելից 32-ում ես կընթերցեմ 31 համարից, տեսեք, եւ Մովսեսը ետ դարձավ Եհովայի մոտ եւ ասեց. «Ո՛հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց»։ Ինքը հենց այնպես բառեր չի ասում։ Ինքը հասկանում է ինչ մեղք կա գործվել եւ ում առաջ։ Մեծ մեղք գործեց։ Եվ իրանց համար ոսկի աստվածներ շինեցին։ Քո առաջ, գիտենալով, որ դու Աստված ես, քո առաջ ոսկի աստվածներ շինեցին, բայց հիմա եթե նրանց մեղքերը ներես, ներիր։ Տեսնում եք ինչ ա խնդրում։ Եթե ոչ, եթե չներես, աղաչում եմ, ջնջի ինձ քո գրած գրքիցը։ Նույնն է, ես անիծվեմ նրանց հետ։ Ես կխնդրեի անիծվեի, բայց նրանք փրկվեին, նրանց համար ես անիծվեի։ Ինչպիսի մեծ սիրո մասին է խոսում։ Ինչպիսի ցավի մասին է խոսում կորածների հանդեպ։ Եվ սա վերստին ծնված անձի հատկություն է, սիրելիներս։ Սա օբյեկտիվ ավետարանչության սկզբունք չի։ Այո, օբյեկտիվ ավետարանչության որպես պարգև հիմքում էլ է սա անկած։ Այսինքն Պողոսը երբ որ ասում է վայ է ինձ որ չքարոզեմ, որտեվ կանչված եմ սա անելու, ոչ միայն նրա քարոզի մղիչ ուժը դա էր, այլ նաև ցավ քաշելը իզրայելացին համար, կորսվածների հանդեպ ցավ քաշելը։ Հիսուսի խոսքը նայեք, ես եկա, որ փնտրեմ եւ գտնեմ կորսվածը։ Այս սկզբունքով ապրում ամեն մի հավատացյալ, ով իրականում սիրում է Աստծուն, եւ սիրում է Աստծուց ծնվածներին, եւ սիրում է կորսվածներին։ Այսինքն, այս սերը պետք է ճիշտ հասկանանք։ Դրա համար մեր ընդհանուր վերաբերմունքը նաև անհավատների հանդեպ ցույց է տալի, նաև ինդիկատոր է հանդիսանում, ինչքանով ենք մենք ճանաչում Աստծուն։ Ոչ միայն մեր սերը մեր եղբայրների հանդեպ, այո, նա մեր ընտանիքն է, դա էլ նույնպես ինդիկատոր է հանդիսանում, թե ինչքան ենք սիրում Աստծուն, բայց նաև անհավատների հանդեպ մեր վերաբերմունքը ցույց է տալի, ինչքանով ենք ճիշտ ճանաչում Աստծուն։ Ինչքանով ենք ճիշտ ընկալել մարդ արարածին, մենք տարբերում ենք մեզ նրանցից, թե ոչ, մենք տարբեր չենք որևէ մեկից, մենք լավը չենք եղել, որ մեզ Աստված ողորմել է։ Այսինքն եւ նրանց մեջ կան կորսվածներ, ինչպես Պողոսին, երբ որ Պողոսը տրտմում էր Կորինթոսում տեսնելով կառապաշտությունը, նույնիսկ չէր ուզում, ասեց Պողոս քարոզի, ես այստեղ շատ ժողովուրդ ունեմ, խոսա, նրանք պիտի քո միջոցով գան ինձ։ Այսինքն սրանք շատ կարևոր է որ մենք հասկանանք, սա բոլոր սկզբունքներն է, որի մեջ Աստված մեզ աճեցնում է։ Դրա համար այս ցավը կարևորագույն է։ Եվ ինչպես տեսանք, նաև Մովսեսի կյանքում կար սա։ Հիմա եկեք անդրադառնանք մեր հետագա հատվածին, տեսնենք այդ իծնեկույրը ինչպես էր վկայում, ինչպես էր նրա կյանքից պորտկում այս վկայությունը, տեսեք, Քրիստոսի մասին վկայելը։ Տեսեք, ընդհանուր առմամբ իծնեկույրի պարագայում շատ կարևոր է հասկանանք, որ նրա ամբողջական աստվածճանաչությունը ուղղակի իր անձի հետ կատարվածի մեջ է ամբողջանում։ Այսինքն նա վկայում է այն, ինչ իր հետ կատարեց Քրիստոսը։ Տեսեք, հիմա սա ավելի խորը նայենք։